Կարճ, դիմում եմ հարկատուներին։ Հարկատու, հիշում եք չէ, որ Նիկոլը ձեզ հերոսացրեց։ Ասեց հերոսը դա հարկատուն է։ Եվ անմիջապես դրանից հետո սկսվեց հարկերի բարձրացումը։ Չգիտեմ սիրաշահում էր, թե իրական հերոսներին էր ուզում ստորադասեր, բայց մարդը արեց ու ձեր հարկերը բարձրացրեց։ Հետո էլ թե գնացեք Աննայի հացը կերեք էլի, 1,000,000 դրամ կամ 1,5 միլիոն դրամով, դե էլ չմերժեցիք, արեցիք։ Հիմա մենք գիտենք, որ առանց հարկերի պետությունը չի կարող գոյություն ունենալ։ Ու մենք տեսնում ենք, որ Հայաստանի կործանման գործում Նիկոլ արդեն անցել է այդ փուլին։ Մեր տնտեսությունը ավերելու process է սկսել։ Ձեր առևտրային կապերը արտաքին աշխարհի հետ ինքը ավիրում է։ Էլի ասեմ, ոչ իր ծրագրով, դա ծրագիր է։ Հիմի հարկատու հարկերը նորից բարձրացնելու է, որովհետև ինքը պետք է բարձր աշխատավարձ եւ պարգևաճար ստանա եւ բաժանի այդ մակաբույծ ԿՊԱ-ականներին։ Դրանք անկուշտ են։ Լինում է ամիս ասում են 2 անգամ են պարգևաճար ստանում։ Չեն կշտանում։ Դրանց բերանը պահել է պետք։ Բայց մի կողմից էլ ձեզ տնտեսապես հարվածել է։ Ու ոչ ավել, ոչ պակաս ասում եք գնացեք գլխների ճար տեսեք։ Այսինքն պետության ղեկավարը ինքը պետք է արտաքին աշխարհի հետ կապեր հաստատի, ոչ միայն ռազմաքաղաքական, այլ նաև տնտեսական։ Որտեղ ձեր գործը պետք է հեշտացնի, հենց պետության ղեկավարը։ Ինքը իրավունք չունի քեզ ասի գնա գլխիդ ճարը տես։ Այդպես չի, ոնց որ պատերազմի ժամանակ ասում էր տան նովին չունի, թող վերցնի բերի։ Չէ՞։ Գլխարկ, չգիտեմ, զենք, բաճկոն, բանակ ունեինք, զենք էլ ունեինք, զորք էլ ունեինք, բայց դենց է ասում, որ հետո դա ուրիշ բան դարձնի։ Հիմա հարկատու, դու համեմատ տկարի Նիկոլականի կամ այդ արձան բռնաբարողի, որ ինքը գլխի չի, ասենք դու շահը հասկանում ես ինչ է, դու տեսնում ես շահն ինչ է, դու գիտես ինչից ինչ անես, որպեսզի շահույթ ստանաս։ Այդ տկարը Նիկոլականը ինքը շահը չի հասկանում։ Նա որ շահը հասկանա, ասենք, երբ որ Հաջիևը գովում է Նիկոլին, ով ուզում է արևմտյան Ադրբեջան դարձնի Հայաստանը, այսինքն ոչնչացնի։ Այսինքն աչքը տնկել է մեր բոլորի ունեցվածքի վրա, նաև այդ Նիկոլականի, այդ տկարի։ Նա ասում է, որ Նիկոլի վարած քաղաքականությունը շատ ճիշտ է։ Այսինքն իրեն ցրդով է։ Եթե տկարը լսում է եւ Նիկոլից չի հրաժարվում, ուրեմն ինքը իր շահը չի հասկանում։ Բայց դու հո հասկանում ես։ Բա դու ինչ ես մտածում։ Դու դիմանալու ես։ Եթե դու չդիմացար, պետությունն էլ չի դիմանալու։ Հիմի գոնե քո բիզնեսի, քո շահի համար հայրենիք պաշտպանեք։ Հələ մտածի։ Հասկանում ես։ Հերոս, հարկատու։ Մտածի։ Մի ոգևորվի։ Մտածի։ Հələ տես ինչ են անում քո գլուխը ու քո հայրենիքի գլուխը։ Խոյ եղի։